Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ, որ այս հնարավորություն ունենք, մինչ մեր պստոները գնում են իրանց մանկական սենյակը, ասեմ, որ փառք եմ տալիս ամեն մեկիդ համար, որ միաբանությամբ կարող ենք Տիրոջը պաշտել ու հնարավորություն ունենք ազատ կերպով մեկս մյուսին բարձրացնելով նմանվել Քրիստոսին, նմանվել Տիրոջ այն օրինակին, որ մեզ տվել է։ Ուրախ եմ, որ Հակոբ եղբայրս վերջիվերջո մեզ հետ է, որտեղ մկրտությունից հետո միանգամից գնաց բանակ ծառայության շրջանակում և աղոթող ենք, որպեսզի Տերը գործածեր, օգտագործեր և ինչի համար եմ սա ուզում առանձնացնեմ, պետք է հիշենք մի բան, որ մեր քրիստոնեական կյանքը չի սկսում ու չի ավարտվում միայն կիրակի օրով մի քանի ժամով պաշտամունքին լինելով։ Քրիստոնեությունը կամ քրիստոնեական կյանքը, երբ որ ասում եմ կյանք, հենց բառից բուն իմաստով այդ ձևել պետք է հասկանանք։ Այսինքն իմ ողջ կյանքը, իմ ողջ էությունը տրված է նրանով, որ ես Տիրոջը փառք բերեմ։ Որտեղ կարող եմ Տիրոջը փառք բերել։ Ամեն տեղ պետք է բերեմ։ Այսինքն կլինի աշխատանքիս վայրում, ընտանիքում, ուսմանս վայրում, դուրսը, այսինքն ընկերական շրջապատում, ամեն առումով ես պետք է ցույց տամ, թե ես ում Տիրոջն եմ պատկանում կամ իմ կյանքս ում է պատկանում։ Այսօր խոսելու ենք, թե առհասարակ ում ծառան եմ ես, կամ եթե օգտագործենք սուրբգրային տերմինը, ում ստրուկն եմ ես։ Հիմա դե դուք կարող ասենք կանգնենք, ասենք դե չէ, մենք ոչ մեկի ստրուկը կամ ոչ մեկի ծառան չենք ու չենք էլ լինի, բայց ասեմ, որ նեյտրալ տարբերակ չկա, այսինքն մարդը իր էությամբ, ինչպես որ արարված է, ինչ որ մեկին պետք է պարտադիր կերպով ծառայել։ Հիմա երբ որ ավելի կխոսենք, կտեսնեք, որ նույնիսկ քո սեփական եսին ծառայելով իրականում մեկ ուրիշին ենք ծառայում։ Վստահ եմ, որ ամեն մեկդ երբ որ գնացել եք աշխատանքի ընդունվելու, շատ դեպքերում նրանք, ովքեր որ աշխատանք են առաջարկում, միշտ ասում են, որ երկու տեղ աշխատելու իրավունք չունես։ Գուցե նույնիսկ պայմանագիր ես կնքում, որտեղ որ հաստատում ես ու ասում ես, որ այո, իմ աշխատանքը սա է լինելու և ես այլ աշխատանք չեմ ունենալու։ Գիտեմ, որ օրինակի համար ՏՏ ոլորտում այդ հարցերը կան, որ ստորագրում ես, որ դու միայն այս կազմակերպության համար ես աշխատելու, ինչի պատճառները տարբեր են, որովհետև ուզում են, որ ժամանակդ, ուշադրությունդ մենակ այդ ուղղությամբ լինի, որովհետև կան նաև այլ կազմակերպություններ, որոնք որ գուցե այդ նույն շրջանակում են աշխատում, և եթե դու այն մյուսին էլ օգնես, ինչ է ստացվելու, որ կարծես մեզ հակառակորդին կամ մեզ հակառակորդ կազմակերպությանը նորից օգուտ ես տալի, որը որ չեն ցանկանում։ Բացի նրանից, որ դիմացինին կարծես ասած ցանկության, այսինքն այլ կազմակերպությունների շրջանակում, որ չեն ցանկանում, որ դու աշխատես, այլ նաև իրանց ցանկությունն է, որ դու քո ողջ ժամանակդ, ուշադրությունդ, եռանդդ դնես այդ կազմակերպության շրջանակում։ Հիմա նույն բանը նաև հոգևոր շրջանակում է։ Չենք կարող միաժամանակ մի քանի տերերի ծառայենք։ Պետք է հստակ ընտրություն կատարենք, հստակ որոշում կայացնենք և հստակ հասկանանք, որ նեյտրալ իրավիճակ կամ մի քիչ ստեղ, մի քիչ ընդեղ չի լինում և Աստծո կողմից չի ընդունվում։ Պետք է հստակ ընտրություն կատարենք, կամ Աստծուն ենք ծառայում, կամ մեր սեփական եսին ենք ծառայում։ Այլ տարբերակ, այլ շրջանակ ընդհանրապես չկա, այլ հնարավորություն անգամ չկա, ու այդ հնարավորությունը մեզ Աստծո խոսքը չի տալիս։ Այս քարոզը ինչ որ խոսելու ենք, ինչ որ միասին քննարկելու ենք, գուցե որոշների դուրը չգա, անկեղծ եմ ասում։ Բայց սա այն իրականությունը, որի հետ որ պետք է հստակ բախվենք և հստակ որոշում կայացնենք։ Դրա համար խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան
Ընթերցելու ենք 6-րդ գլուխ 19-ից 24 համարները։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ, ընթերցելու ենք 19-ից 24 համարները, եթե ձեր հետ են ձեր սուրբ գրքերը, բացեք, միասին ընթերցենք։ Ու կխնդրեմ ոտքի կանգնենք, ի նշան մեր հարգանքի Աստծո խոսքը։ Մատթեոս 6-րդ գլուխ, 19-ից 24 համարները։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ապականում են, եւ որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողոսկում ու գողանում, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Մարմնի ճրագը աչքն է, արդ եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքան առավել կլինի։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային։ Աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք Քեզ տալի այսօրվա համար եւ շնորհակալ ենք ով Հայր, որ հնարավորություն ունենք գալու Քո առաջ։ Աղոթքով, փառաբանությամբ, մեծարանքով եւ այո Քո խոսքով, Տեր։ Աղոթում որ օգնես, որ իրապես Քո խոսքը շինություն լինի մեր համար եւ ճշմարտությունը ճանաչելով Քեզ փառավորենք, Տեր։ Օգնի, որ ամեն մեկս մեր կյանքի շրջանակում հստակ ընտրություն կատարենք, Տեր, որովհետև դա է միակ այն ճանապարհը, որը որ ցանկություն ունենք Քեզ փառավորելու, Տեր։ Օգնի, որ այս հստակ տարբերությունը հասկանանք, Տեր, եւ որոշում կայացնենք Քեզ Քո առաջ քայլելու եւ Քեզ մեծարելու, Տեր։ Աղոթում օգնի, որ այն ամեն ինչով որ խոսենք, ոչ թե մարդկային իմաստությամբ կամ մարդկային տրամաբանությամբ խոսենք, այլ խոսքիցդ առնելով հնազանդվենք եւ կամքիդ այո եւ ամեն ասենք։ Ամեն ինչի մեջ Քո փառքը փնտրենք։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Եթե կհիշեք, մենք Լեռան քարոզի շրջանակներում ենք խոսում եւ Լեռան քարոզը, եթե հիշում եք, ուղղված էր բոլոր այն մարդկանց, ովքեր որ ցանկություն ունեն հետևելու Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսինքն բոլոր նրանց, ովքեր որ իրենց համարում են արքայության զավակներ։ Այս խոսքը ուղղված է անհապաղ բոլորին, թե այն ժամանակվա աշակերտներին, առաքյալներին, թե նաև այսօրվա եկեղեցուն։ Բոլոր նրանց, ովքեր որ հայտարարում են կամ ասում են, որ իրանք ուզում են հետևել Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այստեղ մենք շատ հստակ տեսանք տարբերությունը, որ Հիսուս Քրիստոս բերում է փարիսեցիների տրամաբանության, փարիսեցիների հավատքի, փարիսեցիների կրոնավորության եւ ճշմարիտ դավանանքի ճշմարիտ կերպով հետևելուն առ Հիսուս Քրիստոս։ Խոսեցինք արդեն իսկ այն կարծես հոգևոր կարևոր սկզբունքների մասին, որտեղ որ փարիսեցիները ինչ էին ցուցաբերում։ Կեղծավորություն նվիրատվությունների մեջ, կեղծավորություն աղոթքի մեջ, կեղծավորություն ծոմապահության մեջ։ Եվ հիմա այս հոգևոր շրջանակին անդրադառնալուց հետո Հիսուս կարծես ինչ է անում, կոչն է անում։ Կոչ է անում ընտրություն կատարելու, կողմնորոշվելու, որտեղ կա հստակ կամ երկու ճանապարհ։ Մի ճանապարհ, որը որ տանում է դեպի փրկության, եւ մի ճանապարհ, որը որ տանում է դեպի կործանման։ Եվ այս ճանապարհը կամ այս միտքը Հիսուս ներկայացնում է 3 օրինակներով, որոնք որ այդ ժամանակվա մարդկանց բավականին շատ հայտնի էին։ Հարցադրումը նույնն է։ Որ Տիրոջն եք ուզում ծառայեք։ Ով է ձեզ համար կարևոր։ Ով է ձեզ համար կենտրոնում։ Ես արդեն իսկ խոսեցի, որ օրինակ անցած կիրակի, երբ որ խոսում ենք ծոմապահության մասին, ասեցի, որ ծոմապահությունը ինչ է ցույց տալի։ Մեր հոգևոր աստիճանը ցույց է տալիս, թե մեր կյանքում, մեր կյանքի կենտրոնում ով է։ Աստված է, թե այլ ինչ որ բաներ են։
Հիմա այս նույն շրջանակում, երբ որ այս ամեն ինչի մասին խոսեցինք, Հիսուս առաջարկություն է անում։ Առաջարկություն է անում հստակ որոշում կայացնելու եւ հստակ բաժանում դնելու։ Հիմա նորից այս բառը անդադ ծեծված է։ Հստակ բաժանելու սևերին եւ սպիտակներին։ Նրանց, ովքեր որ Աստծունն են, եւ նրանց, ովքեր որ Աստծունը չեն։ Միջին տարբերակ չկա, ժողովուրդ ջան։ Կտեսնենք 3 օրինակներ, որոնք որ նորից նույն բանի մասին են խոսում։ Առաջինը 19-ից 21 համարները կարդանք եւս մեկ անգամ։ Ձեզ համար գանձեր մի դիզեք, որտեղ երկրի վրա։ Ժողովուրդ, հարստությունը կամ գումարը վատ բան է։ Չէ, Տիրոջ կողմից է տրված, բայց գիտեք խնդիրն ինչումն է։ Ինչի համար է այդ գումարը կամ ինչի համար եմ ես ծախսում այդ հարստությունը, որն է նպատակը, ընդհանրապես սենց են ասում, չէ՞, կամ ապրում ես դրա համար, կամ դա օգտագործում ես Տիրոջը փառքի համար։ Դրա համար հենց այն ամենասկզբում սենց գալիս ենք մի նյութի մասին, նյութականի մասին, որը որ բավականին սենց թանկ է մարդու համար, հասկանում եք։ Այն որ ասում ամեն ինչին կպեք, բայց մարդու գրպանին մի կպեք, այդ առումով է գալիս։ Ինչի, որտեվ երբ որ արդեն ֆինանսի մասն է խոսքը գալիս, մենք շատ դեպքերում այդքան էլ հեշտությամբ չենք պատրաստ այն ամեն ինչ որ ունենք ֆինանսի շրջանակում, ծառայեցնելու Տիրոջ նպատակների համար։ Բայց ուշադրություն դարձեք, ասում է ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, ինչու, ո՞րն է պատճառը։ Հետո դրանից հետո ասում է, որտեղ ցեցն ու ժանգը ապականում են։ Այն ժամանակ այսքան մեծ sense հնարավորություն մենք շատ չունեինք։ Եվ հարստություն էր օրինակ համարվում երկու հանդերձանք ունենալը, եթե մեկ ուներ մեկից ավելի հանդերձանք, շորեր, դա արդեն բավականին մեծ հարստություն էր համարվում։ Դե նաև մետաղները, թանկարժեք մետաղները նույնպես ինչ էին անում, գնահատվում էին։ Եվ դրա համար այստեղ Հիսուս հենց բերում է այս երկու հարցը։ Ասում է շորը վաղ թե ուշ ինչ է լինելու։ Մաշուլի անցնելու է գնալու է ցեցի կերակուր է դառնալու եւ նույնիսկ այդ մետաղները, թանկարժեք մետաղները, այս ամեն ինչ է լինելու։ Ժանգոտվելու անցնելու է գնալու, այսինքն որևիցե բան մնայուն չի։ Դրա համար Հիսուս շատ հստակ ուզում է մի պարզ հասկացողություն բերի։ Եթե մենք մեր կյանքը, մեր ուշադրությունը, մեր ամեն ինչը կենտրոնացնում ենք երկրի վրա գանձեր դիզելու, այս ամեն ինչի արդյունքը ինչ է լինելու, անցնելու է գնալու է։ Մարդիկ կան հիմա այդ գանձերը դիզում են, որպեսզի իրանց գեղեցկության վրա դնեն, ներդրում ունենան, իրանց առողջության վրա ներդրում ունենան, չգիտեմ, իրանց կարգավիճակի վրա, ամեն ինչի վրա, այն ինչ որ ասում եմ, այս ամեն ինչը ինչ է, անցողիկ է ժողովուրդ, մնայուն չի։ Ուղղակի վերցրեք ձեր նկարները, որտեղ որ ավելի երիտասարդ եք, ավելի ջահել եք ու հիմա փորձեք համոզեք, որ ամեն ինչը անցնում է։ Ես հիմա ուղղակի պատկերացնում եմ, արդեն տարին էլ էս ավարտվեց։ Երբ որ փոքր էինք, շատ այդքան չէինք նկատում։ Բայց հիմա երբ որ այս ամեն ինչը նայում եք, տեսնում եք, թե ինչքան արագ է այս ամեն ինչը անցնում։ Դրա համար Հիսուսն ասում է, եթե գանձեր եք դիզում ես երկրի վրա, գանձերը կենտրոնացնում եք ձեր այս երկրի մեջ ինչ որ հաջողություն բաներին հասնելուն, արդյունքն այն է լինելու, որ պետքա չմոռանաք, որ այս ամեն ինչը ինչ է, անցողիկ է, անցնելու է, գնալու է։ Դրանից հետո նաև շարունակում է, ասում է, մենակ ժանգը չի հարցը։ Ասում է նաև այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք, չկներեք, ասում է, եւ որտեղ ովքեր կան, գողերը, որ սողոսկում են ու գողանում են։ Այսինքն ոչ միայն, սենց ասած, ինքը ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը մաշում, այլ այլ մարդիկ կան, ովքեր որ կարան այդ ձեր ունեցվածքը, ձեր ջանքը, ձեր եռանդը, ամեն ինչը որ դրա մեջ դրել եք, ինչ անի, ուղղակի կորի, անցնի գնա։ Գիշեք այն հարուստ մեկի առակը, որ բավականին մեծ բերք ունեցավ, արտեր ունեցավ ու նստում էր, ասում էր, հիմա մնացել է ավելի մեծ ամբարներ պատրաստեմ ու հետո վայելեմ այն ամեն ինչ որ ունեմ։ Հիշում եք Աստված ինչ գնահատական տվեց այդ մարդուն։ Ասաց հիմար մարդ, վաղը կյանքդ, այսինքն այսօր կյանքդ քեզանից վերցվելու է։ Ոնց ես այդ ամեն ինչը օգտագործելու, ինչի վրա ես կենտրոնացումը դարձնում։
Հիմա կարդում ենք ժողովող գիրքը, շատ եմ սիրում ժողովող գիրքը ճիշտ ասած։ Կարդացեք կտեսնեք ժողովողը կամ Սողոմոնը ինքը նույնպես անդրադառնում է հարստության հետ կապված։ Ու ասում են նրանք, ովքեր որ կարծում են, որ այդ ժառանգության համար են թողնում, իրանց ժառանգների համար։ Ասում են մի բան մի հատ մտածի տես, ժառանգներդ իսկապես ի վիճակի կլինեն ճիշտ կերպով տնօրինելու այն ամեն ինչ որ դու կյանք ես դրել դրա մեջ։ Կարդացեք Թագավորաց գիրքը ու կտեսնեք, որ Սողոմոնի ժառանգությունը իր ժառանգները ինչ արեցին, վատնեցին, թագավորությունը կիսեցին, խնդիրների մեջ ընկան։ Եվ նույնիսկ Սողոմոնը սա հասկացողությունն ուներ։ Այդ դեպքում նորից հարց է առաջանում. կյանք դնել հանուն ինչի։ Նրա որ ժամանակավոր է, ու այս ամեն ինչը ի՞նչն է, իմ ցանկությունն է ցույց տալի։ Երբ որ մենք խոսում ենք երկու տերերի ծառայել, հենց սա է։ Երբ որ դու կյանքը դնում ես հարստանալու, դու քո եսին, քո ցանկություններին ես սկսում ծառայել։ Դու ծառա ես դառնում քո ցանկությունների։ Եվ արդյունքը այն է լինում, որ ամեն բան կորցնելու ես։ Դրա համար Հիսուսը ինչ ասեց, ով որ իր անձը փնտրի, իր անձը ինչ անելու, կորցնելու է։ Իսկ ով որ իմ համար իր կյանքը տա, իր անձը դնի, ինչ կանի, կգտնի, կշահի, հավիտենականը կգտնի։ Դրա համար հենց առաջի հատվածում, երբ որ ասում է գանձեր մի դիզեք, առաջի հենց այս հատվածն ասում, որտեղ եթե գանձեր ենք դիզում երկրի վրա, ուրեմն ում ենք ծառայում մեր եսին, մեր ցանկություններին, մեր ցանկությունների իրականացմանը։ Հիշեք շատ հստակ մի բան։ Մեր ցանկությունների իրականացումը թշնամություն է Աստծո նկատմամբ։ Մեր եսի ցանկությունների իրականացումը թշնամություն է Աստծո դեմ։ Եթե ես մի բան եմ անում, որը որ Աստծո կամքից դուրս է, դա թշնամություն է Աստծո նկատմամբ։ Նորից նեյտրալ իրավիճակ չկա։ Ընդհանրապես չկա։ Սա խաբկանքն է, որոշ առումով մենք ինքներս մեզ փորձում ենք մխիթարենք, դե ոչինչ, սենց էլ է նորմալ։ Դե ոչինչ, այսքան ժամանակն էլ է բավարար։ Դե ոչինչ, սա էլ է արեն բավական է, այսքան ամեն ինչ է, պատկերացեք մնացածի համեմատ ինչքան շատ եմ անում։ Հասկանում եք, սա որոշ առումով ինչ է, ինքներս մեզ հանգստացնում ենք։ Այնինչ պետք է ոչ թե հանգստացնենք, այլ պետք է ձգտենք միշտ լավագույնն անելու։ Երկրորդ տարբերակը ո՞րն է։ Ընտրել Աստծուն, ծառայել Աստծո համար։ Դրա համար շարունակության մեջ ինչ է ասում 20 համարը։ Այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք։ Ինչու։ Ինչու երկնքում գանձեր դիզենք, որն է տարբերությունը երկրի վրա գանձեր դիզելու եւ երկնքում գանձեր դիզելու։ Որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողոսկում ու գողանում։ Ուշադրություն դարձնում եք տարբերությունը։ Եթե մենք ներդրում ենք ունենում մեր անձի, մեր եսի վրա, այդ ամեն ինչը ինչ է։ Անցողիկ է, ժամանակավոր է, մնայուն չի լինելու։ Բայց եթե ներդրում ենք ունենում Տիրոջ մեջ, ներդրում ենք ունենում Տիրոջը ծառայելու մեջ, այս ամեն ինչը ինչ է, մնայուն է, հավիտենական է, չի կորցվելու եւ որևիցե մեկը այդ ամեն ինչը ձեր ձեռքից ինչ անելու, չի վերցնելու։ Դրա համար Հակոբոսն ինչ է ասում 5-րդ գլուխ 1-ից 3 համարներն եմ ուզում կարդամ։ Հակոբոս 5 1-ից 3։ Իսկ այժմ հարուստներ լացեք ու ողբացեք այն թշվառությունների վրա, որ գալու է ձեր վրա։ Ձեր հարստությունը փտել է եւ ձեր հագուստները ցեցիկեր են դարձել։ Ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, ասեմ, ստեղ որոշակի սարկազմ կա, էլի։ Գիտեք, որ ոսկին չի ժանգոտում։ Բայց Հակոբոսն ասում է, որ ձեր տրամաբանության, որ այս ամեն ինչը միշտ ձեզ հետ է լինելու, ձեր հագուստները, այս ամեն ինչը ցեցի կերակուր են դառնալու եւ ժանգ են դառնալու, շարունակությունը նայեք։ Ասում է եւ դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է։ Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։ Գիտեք այդ վերջին օրերը ո՞րն է։ Հիսուս Քրիստոսի առաջի եւ երկրորդ գալստի շրջանակն է։ Որ մարդը իր ողջ էությամբ, իր ողջ կենտրոնացմամբ սրա վրա էր։ Ես ապրում եմ միայն այս հարստության համար։ Ու Հակոբոսն ասում է, այդ հարստությունը, այն ինչ որ արել եք, ձեր դեմ ինչ անելու, վկայություն է տալու։ Իսկ Աստծունը մնայուն է։ Մնայուն է, որովհետև որևիցե մեկը չի կարողանալու վերցնի։ Վարձատրությունը սպասում ենք, ակնկալում ենք Աստծուց։ Սա է մեր նպատակը, սա է մեր ցանկությունը՝ գանձել դիզել երկնքում։
Դրանից հետո տեսնում ենք երկրորդ օրինակը, երբ որ առաջինը ներկայացնում է գանձեր, երկնքում, որ մատնանշում է ցույց է տալի մեր ծառայությունն առ Աստված եւ գանձեր երկրից վրա, որը որ ցույց է տալի ծառայությունը մեր եսի, մեր ցանկության։ Երկրորդ պատկերը 22 համարից։ Մարմնի ճրագը աչքն է։ Արդ եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ Ասեմ, որ բավականին խրթին հատված է այս երկու հատվածը։ Ինչի, որովհետև միշտ հարց է առաջանում, թե օրինակի համար բառացի է օգտագործվում այս հատվածը, թե օգտագործվում է ավելի ներկայացնելով լույսը որպես ոչ թե ուղղակի ֆիզիկական լույս, այլ լույս ճշմարտության շրջանակում։ Եվ եթե նայենք երկու առումով էլ կհասկանանք պարզ իրականություն։ Մենք լույսը ինչի շնորհիվ ենք տեսնում։ Աչքի շնորհիվ ենք, չէ՞ տեսնում, որտեվ եթե որևիցե մեկը աչքի խնդիր ունի, լույսը չի տեսնում։ Լույսը ու խավարը որևիցե կերպով ինչ չի կարող անի, չի կարող տարբերի։ Եվ դրա համար ստեղ ասում է, եթե մարմնի ճրագը աչքն է, արդ եթե քո աչքը պարզ է, ամբողջ մարմինը դե լուսավոր կլինի։ Հիմա եթե իմ աչքի հետ կապված ես որևիցե խնդիր չունեմ, այդ լույսը տեսնելու եմ ու որևիցե հարց, որևիցե խնդիր չկա։ Հիմա նայենք այլ տարբերակով։ Մենք էլ ենք, չէ՞, ասում մարդու աչքը ինչ է, նաև ծակ է, անդադ ուզում է, տեսնում է ու ցանկանում է։ Եվ եթե նայենք այս հարստության շրջանակում նորից, եթե աչքդ հարստության վրա է կենտրոնացած, ողջ էությունդ, ոչ քո հայացքը ամեն բան կենտրոնացած է լինելու դրա վրա։ Դրա համար շարունակության մեջ ասում է, բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Մատթեոսի ավետարանում 16-րդ գլուխ 26 համարում հետևյալ հատվածն են կարդում։ Ասում է մարդուն ինչ օգուտ, երբ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի կամ մարդը ինչ փրկագին կտա ուշադրություն դարձրեք։ Եթե պատկերացեք ձեր հայացք ուղեցիք հարստության վրա եւ մի պա պատկերացեք ամբողջ աշխարհը շահել եք, անկեղծ։ Պատկերացեք ամենահարուստ մարդն եք դարձել երկրագնդում։ Մենք գիտենք, չէ՞ այդ մարդկանց անունները։ Հիմա ասենք, որ բացեք այնտեղ Ջեֆ Բեզոսն է, Իլոն Մասկն է, Microsoft-ի հորինողը, в общем, շատ բավականին մարդիկ կան, ովքեր որ բավականին մեծ հարստություն ունեն։ Ու պարզ մի հատ հարց է ընդհանրապես հնչում։ Ինչ օգուտ ունի մարդուն, եթե իր աչքը տեսավ կենտրոնացավ այդ ամեն ինչի վրա, վերցրեց այդ ամեն ինչը, արդյունքը ինչ է լինելու։ Խավար ժողովուրդ։ Խավար իր անձնա կորցնելու, հավիտենականությունն է կորցնելու։ Հովանո ավետարան առաջի գլուխ 4-ից 5 համարները կարդամ, նաև 9-ից 10 համարները, որտեղ որ համեմատվում է Քրիստոսը որպես լույս, եւ մարդիկ, ովքեր որ ընդունում են Քրիստոսին, լուսավորվում են, եւ մարդիկ, ովքեր որ չեն ընդունում Քրիստոսին, ինչի մեջ են ապրում, խավարի մեջ են ապրում։ Կարդանք 4-ից 5 համարները։ Հովանո առաջի գլուխ 4-ից 5 համարները, հետո 9-ից 10 համարները կկարդանք։ Ուշադրություն դարձրեք։ Հիսուսի մասին է խոսքը գնում։ Կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկանց ինչն էր։ Լույսն էր։ Քրիստոսն էր, որ լույսն էր մարդկանց կյանքի համար, ինքն էր, որ լուսավորում է կյանքը, ինքն է, որ տալիս է իմաստ մեր կյանքին։ Ուղղակի մի պա պատկերացեք, երբ որ խավար է լինում, երբ որ ինչ-որ մի բան չենք տեսնում, ոչ գույն ենք տարբերում, ոչ գիտենք մեր դիմացը ինչ է։ Եվ այս պարագայում ասում է, որ Հիսուսն է այն լույսը, որը որ մեր կյանքի առաջ ինչ է անում, ճանապարհն է ցույց տալիս, ուղղությունն է ցույց տալիս։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան ինչ արեց, չտիրեց։ Ինչի, որտեղ կա լույս, խավարը տեղ չունի, չի կարա նորից ուշադրություն դարձնել, կիսատ պրատ չի լինում։ Կամ տարածքը լուսավոր է, կամ տարածքը խավար է, իսկ որտեղ որ լույս կա, այդտեղ այլևս խավարը չի տերում։ Բացարձակ մթության մեջ, նույնիսկ փոքրիկ լույսը եթե վառեք, պուճուր լույս, կտեսնեք, որ արդեն շատ բան տեսնում եք, հասկանում եք։ Այդտեղ արդեն միանգամից խավարը նահանջում է։ 9-ից 10 համարները։ Ճշմարիտ լույսն էր, Հիսուսի մասն է խոսքը գնում, որ լուսավորում է ամեն մարդու, ով աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով արարվեց։ Ուշադրություն դարձրեք։ Տիրոջմով ամեն բան արարվել։ Ինքն է աշխարհի լույսը, ինքն է աշխարհի իմաստը, կյանքը, լույսը,
Ասում է, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Գիտեք ինչի չճանաչեց։ Որտեվ խավարի մեջ էին, որտեվ իրանց գործերը խավարի մեջ էր։ Եթե մեր աչքը Տիրոջն է ուղված, ինչ ենք անելու, ասում է, պարզ ենք, լուսավորված է լինելու մեր կյանքը։ Իսկ եթե մեր աչքը խավար է, եթե մեր աչքը կենտրոնացած է նյութականի վրա, մեր ողջ կյանքն էլ, մեր ողջ էությունն է, մեր ողջ ընթացքն է, ուր է տանելու։ Դեպի խավար է տանելու։ Ուրեմն, եթե մենք ապրում ենք խավարի համար, արդյունքն է լինելու է հավիտենական խավարը, հավիտենական բաժանում Աստծուց։ Հետևաբար, երբ որ մենք ծառայում ենք մեր անձին, այդ ամեն ինչի հետևանքը լինում է այն, որ մենք կորցնելու ենք ինչ, ամեն բան։ Եթե ծառայում ենք Տիրոջը, ուրեմն մեր աչքն է լուսավոր կլինի, մեր մարմինն էլ լուսավոր կլինի։ Դրա համար Հիսուս Քրիստոսն ինչ ասեց, որ մենք պետք է լինենք լուսո զավակներ, լուսո որդիներ։ Հովաննես ավետարան 12-րդ գլուխ 35-ից 36 համարը։ Այնժամ Հիսուս նրանց ասաց. մի փոքր ժամանակ դեռ լույսը ձեր մեջ է։ Խոսքը ուղղում է մարդկանց։ Այնտեղ կային համ աշակերտները, համ էլ կային բավականին շատ մարդիկ, ովքեր որ իրան հետևում էին, բայց դեռ ճշմարտությունը չէին ճանաչում։ Հիսուս ինչ է ասում։ Ես որպես լույս հիմա ժամանակավոր ինչ եմ, ձեզ հետ եմ։ Քայլեք, քանի դեռ ինչ ունեք, լույս ունեք, որպեսզի խավարը ձեզ չտիրի։ Ով քայլում է խավարում, նա չի իմանում, թե ուր է գնում։ Սա պարզ ճշմարտություն է, չէ՞։ Այնով որ խավարում է, այնով որ որևիցե բան չի տեսնում, չգիտի ուր է գնում ու արդյունքը ինչ է լինելու։ Հիմա Հիսուսն ասում է, քանի ես ձեզ հետ եմ, քայլեք այդ լույսի մեջ, ճանաչեք այդ լույսը, որտեղ ես եմ այդ լույսը։ Ես եմ այդ լույսը, որ պետք է լուսավորեմ ձեր կյանքը, ձեր էությունը, ձեր ընթացքը։ Եթե որոշում եք կասելու գնաք խավարը, ձերն է գործը, ձերն է ընտրությունը։ Գնացեք ու ձեր եսի համար ծառայեք։ Գնացեք ու ձեր եսի մեջ այդ ներդրումն ունեցեք։ Արդյունքը ինչ է լինելու։ Խավարն է լինելու։ Ու նույնիսկ երկրի վրա քայլելու եք, տեսնելու եք, բայց տեսնելով չեք տեսնելու։ Լսելու եք, ականջունեք, բայց լսելով չեք լսելու։ 36 համարը։ Քանի դեռ լույսն ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք։ Հավատացեք Քրիստոսին, որպեսզի Քրիստոսի որդիներ լինեք։ Նորից պարզ ընտրություն։ Ծառայում եմ իմ անձին, իմ եսին, հետևանքը ինչն է լինելու։ Խավարն է լինելու, արդյունքը դա է լինելու։ Այլ տարբերակ չկա ուղղակի, այլ ընտրության հնարավորություն չկա, հետևանքը դա է։ Կամ ծառայում ենք Տիրոջը, հավատում ենք լույսին եւ լույսի մեջ քայլելով լուսով որդիներ ենք դառնում։ Այս մարդու մասին վստահ եմ, բոլոր նրանք, ովքեր որ կարդացել են Աստծո խոսքը, ինքը առանձնահատուկ է։ Ինչի, որտեվ Ղուկասի ավետարանում, երբ որ կարդում ենք այն հատվածը, որ Հիսուս ասեց, որ որևիցե մեկ հարուստ չի կարող ասեղից երկինք գնա, ու նույնն է այն, որ ուխտ ասեղի ծակով անցնի, ու աշակերտներն զարմացան, ասացին, որ դու սենց բան ես ասում, արդյոք որևիցե մեկը կարողանա փրկվի։ Հիսուսն ասեց, մարդկային տրամաբանությամբ դա ինչ է, անհնարին է, չես կարող իրականում այդ ուխտը ասեղի ծակով անցկացնես, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Եվ դրանից հետո մենք կարդում ենք Ղուկաս 19-րդ գլխում, թե ինչպես է հարուստը ինչ անում, փրկություն ստանում։ Կարդանք 8 եւ 9 համարները Զաքեոսի մասին է խոսքը գնում։ Մեկը որ հարուստ էր, ով որ ուներ պաշտոն, այո, մարդկանցից անտեսված էր, թշնամի էր համարվում, բայց իր կյանքի նպատակը այդ հարստությունն է եղել։ Ինքը այդ հարստության շրջանակում բարգավաճել է, ինքը իր կյանքի մեջ այդ առումով ներդրում է ունեցել։ Հիմա ուշադրություն դարձեք տարբերությունը։ 8-րդ համարում Զաքեոսը կանգնեց ու Տիրոջն ասաց. Տեր իմ ունեցվածքի կեսը աղքատներին կտամ։ Ու եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ, ուշադրություն դարձրեք։ Ասում է ինչ որ այսքան ժամանակ ներդրում եմ ունեցել, ինչի մեջ որ ներդրում եմ ունեցել, այդ սաղ ունեցվածքից կեսը ինչ եմ անում, տալու եմ աղքատներին։ Իսկ եթե որևիցե մեկից ինչ եմ արել, գողացել եմ, օրենքով այդքան շատ չպետք է տար։
Բայց հակառակը մաքսիմումով ասում, քառապատիկ ինչ եմ անելու, հետ եմ վերադարձել։ Ուշադրություն դարձնում եք մտքի հասկացողության տրամաբանությունը։ Առաջ ծառայի ինչի։ Մամոնայի, հարստության, իմ եսն էի ցանկանում, իմ եսի համար էի անում, իմ եսի համար եմ աշխատել, իմ եսի համար եմ ապրել, եւ հիմա տեսեք տարբերությունը։ Հավատաց Քրիստոսին, եկավ այդ լույսի մեջ, ու արդեն ինչ որ ունի ինչ անում, ուզում է գործածի Տիրոջ փառքի համար, ասում է դրա համար հարստությանս կեսը ինչ որ ունեմ, աղքատներին եմ տալու։ Իսկ եթե որևիցե մեկին նեղացել եմ, որևիցե մեկից գողացել եմ, քառապատիկ հետ եմ վերադարձել։ Տեսնում եք տարբերությունը։ Միջին տարբերակ չկար, ասել, դե լավ, Տեր Հիսուս, քանի որ քեզ հավատացել եմ, Կիրակի օրը կգնամ եկեղեցի, Աստվածաշունչ կկարդամ, մոմ կվառեմ, այդքանով բավարարվի, հա, կփորձեմ ավելի բարոյական ապրեմ, էլի նույն իմ կյանքի, նույն իմ գործի, նույն իմ ծառայության մեջ, բայց այդտեղ մի պուճուրիկ բան կավելացնեմ։ Եկեղեցի կգամ, խաչ կկրեմ, ինչ որ պետք է կասես, այս շրջանակում կանեմ, դրանից եմ կողմ իմ հետ գործ չունես։ Սա կլիներ իրական դարձ ապաշխարություն։ Դրա համար երբ որ փարիսեցիները սկսեցին փնփնթալ, սկսեցին ասել մեղավորի մոտ մտավ, չկարողացան տեսնել այդ տրամաբանության այդ փոփոխությունը, արժեքային համակարգի փոփոխությունը, ասեց սա էլ է Աբրահամի որդի։ Ու ես չեմ եկել որպեսի այսև ասած արդարներին բժշկելու, չեմ եկել արդարներին փրկություն տալու, այլ եկել եմ որպեսի մեղավորներին ինչ անեմ, փրկեմ, որպեսի մեղավորները դարձի գան, որպեսի մեղավորները խավարից դեպի լույսը գան։ Եվ հիմա գալիս ենք երրորդ օրինակին, եթե առաջի օրինակը գանձեր դիզելն էր, երկրորդ օրինակը մարմնի հետ էր կապված խավարի ու լույսի հետ հակադրությունն էր, երրորդ օրինակը տեսնում ենք պարզ փոխհարաբերություն, ունենք ստրուկ և ունենք ինչ, Տեր, ասեմ, որ այս ժամանակահատվածում բավականին տարածված էր ստրկությունը, այո Իսրայելում այդքան էլ տարածում չուներ Երուսաղեմում, կային ստրուկներ, բայց այդքան շատ չէր, բայց հռոմեական կայսրությունում բավականին շատ ստրուկներ կային։ Եվ երբ որ Հիսուս այս օրինակն է բերում, այս անալոգիան է բերում, այս հակադրությունն է բերում, շատ հստակ մարդիկ գիտեին, ինչ կարգավիճակ ունի Տերը եւ ինչ կարգավիճակ ունի ստրուկը։ Հիսուս ինչ է ասում 24 համարի մեջ շատ հստակ ներկայացնում է պարզ մի ճշմարտություն, հավիտենական ճշմարտություն, որը որ կախված չի ոչ ժամանակից, ոչ իրականությունից, ուշադրություն դարձրեք, ոչ ոք չի կարող, հիմա ուշադրություն դարձրեք, երբ որ ասում եմ ոչ ոք, տեղ թողում է ինչ որ մեկի, տեղ թողում է ասելու դե ինչ որ մեկի մոտ կստացվի միաժամանակ համ Աստծուն ծառայել, համ իր եսին ծառայել, տեղ թողում է Հիսուս, ընդհանրապես տեղ չի թողում, ուստեղ հարց չկա, ժամանակի հարց չկա, ոչ էլ ասենք ռասաների կամ այլ ինչ որ մարդկանց շրջանակում է տեղ թողում, շատ Հիսուս շատ հստակ կոնկրետ ասում է, ոչ ոք, դրանից հետո երբ որ արդեն ամբողջացնում ենք բոլորին, երկրորդ բանն ասում է չի կարող, նորից չի ասում, գուցե կստացվի, գուցե կարաք փորձեք, գուցե կարաք ինչ-որ այլ մոտեցումներ փորձեք անեք, ինքը հստակ որոշում է կասում, որ չի կարող երկու տիրոջ ինչ անել, ծառայել, հնարավոր չի ուղղակի ասում է ժողովուրդ, անհնարին է, սա մի ճշմարտություն է, որը որ մեզ համար շատ հստակ պետք է լինի, կամ, աջ, ձախ, այլ ընտրանք, այլ հնարավորություն չկա, բոլոր մարդիկ, բոլոր ժամանակներում այս ճշմարտությունը իրականություն է, դրանից հետո սկսում է բացատրությունը տալ, ինչու չես կարա, Հիսուս, գուցե կարող ենք ինչ-որ կերպով փորձել, չէ, որովհետև կամ մեկին կատի և մյուսին ինչ կանի, կսիրի, կամ մեկին կմեծարի, կամ կարչած կլինի և մյուսին կարհամարի, հիմա ուշադրություն դարձրեք, ես դրաման ասցի, երբ որ մենք մեր եսին ենք ծառայում, այն ինչ է թշնամություն է Աստծո դեմ, միանշանակ թշնամություն է Աստծո դեմ, երբ որ դու քո եսն ես բարձրացնում, քո եսի շրջանակում չի կարա լինի իմ եսը, իմ ցանկությունները, իմ ուզածը, իմ երազանքները և դրա հետ մեկտեղ Աստված։
Կամ մեկին կատի, մյուսին կսիրի։ Հասկանում եք հակադրությունը։ Միաժամանակ ատել ու սիրել չի ստացվում։ Եփեսացիս 2-րդ գլուխ 1-ից 3 համարն եմ ուզում կարդամ, խնդրում եմ ուշադիր եղեք։ Եփեսացիս 2, 1-ից 3։ Խոսքը ուղղված է եկեղեցուն եւ Պողոս առաքյալը հետեւյալ խոսքերն է ասում։ Եփեսացիս 2, 1-ից 3։ Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, խոսքը գնում է հավատացյալներին, որոնք որ մինչև դարձի գալը, մինչև ապաշխարելը, մինչև Տիրոջ զավակ լինելը, ինչ կարգավիճակում էին գտնվում։ Ինչ կարգավիճակ էր։ Մեռած հանցանքների մեջ ու մեղքերի պատճառով։ Երկրորդ համարը, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էինք այս աշխարհի սովորության համաձայն։ Հիմա շարություն դարձրեք։ Բոլոր նրանք, ովքեր որ Տիրոջինը չեն, մեղքերի մեջ, հանցանքների մեջ ինչ են, մեռած են, եւ այդ մեռած վիճակում շարժվում են այնպես, ինչպես որ շարժվում է ինչը, աշխարհը, աշխարհի սովորության համաձայն։ Հիմա շարություն դարձեք, իսկ աշխարհի սովորությունը, աշխարհի կամքը, ում կամքի հետ է համընկնում։ Ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Ուշադրություն դարձնում եք, այն մեկը, որ Աստծո հետ չի, ում հետ է, աշխարհի հետ է։ Վարվում է այնպես, ինչպես որ ինքն է ցանկանում, դա համընկնում է աշխարհի ցանկության հետ, աշխարհի ընթացքի հետ, ու դա համընկնում է ում հետ, սատանայի կամքի հետ։ Նորից ուշադրություն դարձնում եք հստակ բաժանումը։ Մեջտեղի տարբերակ չկա, դա էսի մի քիչ բարի է, էսի մի քիչ լավն է, էսի մի քիչ դե այդքան էլ ինչ սատանա, ինչ բան, մենք։ Հստակ բաժանում, ժողովուրդ։ Կամ սատանայի կամքն ենք կատարում, կամ Աստծո կամքն ենք կատարում։ Ասում են նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով։ Ինչ էինք անում։ Մեր մարմնի ու մտքի կամքը կատարելով։ Ուշադրություն դարձնում եք, հիմա երբ որ խոսած աշխարհից, նորից ավելի կենտրոնանում է, նեղացնում է շրջանակը։ Ասում եմ մենք էլ ժամանակին մեր ուզածն էինք կատարում։ Մեր մարմնի ցանկությունն էինք կատարում եւ մեր մտքի ցանկությունը ուզում էինք անեինք այն, ինչ որ մենք ուզում էինք անենք։ Գիտեք այդ ինչ կարգավիճակում ենք այդ ժամանակ գտնվում։ Շարունակությունը կարդանք։ Եվ էությամբ բարկության արժանի որդիներ էինք ում նման, մյուսների նման, ուրիշներից որևիցե կերպով չենք տարբերվում։ Հասկանում եք կարգավիճակը նորից։ Մինչև Տիրոջը դարձի գալը, մինչև Տիրոջը զավակը լինելը, մենք Աստծուն հակառակ, Աստծուն թշնամի ենք, առանց նույնիսկ այդ առումով նույնիսկ մտածելու, հասկանում եք։ Ես չեմ ասում նրա մասին, որ մենք Աստծո դեմ պայքարում ենք, ինչ որ կերպով այդ ամեն ինչը ներկայացնում ենք, խոսում ենք Աստծո դեմ, հայոյում ենք, սրա մասին չի խոսքը գնում։ Ուղղակի երբ որ դու այս վիճակում ես, այս կարգավիճակում ես գտնվում, քո կամքդ ես կատարում, քո ցանկությունն ես կատարում, ավտոմատ կատարում ես աշխարհի ու սատանայի կամքը։ Այն ինչ որ բոլորն են անում, որևիցե բանում մնացածից չես տարբերվում։ Եվ կարգավիճակը ինչ է։ Ապստամբ ես, թշնամի ես Աստծուն։ Դրա համար Հիսուս սրա մասին է ասում. միաժամանակ երկու տերերի չես կարա ծառայես, որովհետև եթե սիրում ես Աստծուն, ատելու ես ինչը, աշխարհը։ Աշխարհը ու այն բարիքները, այն ամեն ինչ որ աշխարհը ինչ է անում, առաջարկում է։ Սիրում ես աշխարհը, ուրեմն ատում ես ում, Աստծուն։ Նորից շատ հստակ բաժանում, շատ հստակ որոշում կայացնելու առիթ, որ մենք պետք է մտածենք, քննարկենք, հասկանանք, իրապես իմ շարժառիթը, իմ ընթացքը, իմ կյանքս ում ծառան եմ ես։ Չեմ կարող ասեմ ոչ մեկի։ Եթե ես ինքս իմ ցանկության ծառան եմ, ուրեմն սատանայի ծառան եմ։ Եթե Տիրոջինն եմ, ուրեմն Տիրոջինն եմ։ Շարունակության մեջ նայենք։ Երբ որ դրանից հետո բացատրում է, թե ինչի չենք կարա մենք երկու տերերին ծառայել, դրանից հետո արդեն գալիս է ավելի գործնականին, շոշափելին։ Դրա համար ասում է, չեք կարող ծառայել եւ Աստծուն, եւ մամոնային։ Գործնականում անհնարին է դա,
չեք կարող ներդրում ունենաք այդ ձեր կյանքի ցանկությունների, ֆինանսի ամեն ինչի մեջ եւ դրա հետ մեկտեղ ասել դե համել ծառայում ենք Աստծուն։ Չի լինում տենց։ Երկու տարբերակ չի լինում, կամ ստեղ, կամ ընդեղ։ Ինչի որտեվ կամ ատում ենք, կամ սիրում ենք։ Միջին տարբերակ չկա։ Կարդացեք Սաղմոս 73-ը, Ասափի Սաղմոսը։ Կարդացեք, տեսեք ինչ կարգավիճակում էին գտնվում ամբարիշները, որ այո, պատրաստ էին նույնիսկ իրանց բերանները բարձրացնելու, ասեն, երկնքում իմաստություն կա։ Արդյոք այն ինչ որ անում ենք, որևիցե մեկը տեսնում է կամ ինչ որ խնդիր կա։ Ու Ասափը նայում էր, տեսնում էր, այս հարուստները բարգավաճում են, ավելանում են, հարստությունը այլ ավելի են ավելացնում, ու նույնիսկ կարողանում են ինչ անել, իրանց բերանը բարձրացնեն Աստծո դեմ, ու կարծես պատասխան չկա։ Կարծես որևիցե հարց չկա։ Բայց ասում այս ամեն ինչը ինչ է, ժամանակավոր անցողիկ այս ամեն ինչը անցնելու է։ Ինչպես ենք Աստծուն ծառայում կամ ինչպես ենք Աստծուն սիրում։ Հովանո ավետարանում առաջի Հովանո 4:20-21 համարներում ասում է Աստծուն սիրում ենք, եթե մեր մեջ ինչ կա, եղբայրասիրություն կա։ Եթե մեկս մյուսի նկատմամբ սեր ունենք, նման ձևով ինչ ենք անում, նաև սիրում ենք Աստծուն։ Ինչպես ենք նաև Աստծուն սիրում, մեկս մյուսին ծառայելով։ Որտեվ եթե ինչ-որ մի բան փոքրից մեկին արեցինք, ում արեցինք, նորից Աստծուն արեցինք, այսինքն այդ սեր հասկացողությունը, Աստծուն ծառայելու հասկացողությունը պետք է լինի գործնական։ Խոսքերով էլի եմ ասում, հեշտ է սիրել։ Այ երբ որ նույնիսկ դիմացինդ ոտքդ մի փոքր տրորել է, արդյոք այդ սերը կարողանում ես նույն կերպ էլի արտահայտես։ Հասկանում եք հարցեր, որոնք որ պետք է մտածենք, պետք է աղոթենք, որպեսզի Տերը ճշմարտապես մեզ հաստատի, ամուր կարճած լինենք։ Երկրորդը, երբ որ խոսում է նորից ծառայության շրջանակում, ասում է կամ արհամարում եք մեկին, կամ մյուսից կարճած եք լինում։ Ամբողջությամբ լծված եք լինում այդ գործի այդ ծառայության մեջ։ Կամ Քրիստոսի մեջ ենք, Աստծո մեջ ենք ու անում ենք լավագույնը, Կիսատ պրատը անընդունելի է, չի ընդունում Աստված ուղղակի։ Այսինքն եթե անում եք ուղղակի ցույց տալու համար, ձևականի համար, այս ամեն ինչը ընդունելի չի Աստծո կողմից։ Կիսատ պրատ իրավիճակները, կիսատ պրատ վիճակները Աստծուն ընդունելի չեն։ Հովանո ավետարան 14:23 համարը Հիսուս պատասխանեց ու ասաց նրան. Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի եւ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգնանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Նորից ուշադրություն դարձեք շատ հստակ բաներ։ Չեմ կարող ասեմ սիրում եմ Աստծուն, Աստծուն ծառայում եմ, բայց կամքը չեմ կատարում, խոսքը չեմ լսում, խոսքը ինձ համար կարևոր չի, հասկանում եք։ Տեսնում եք հակասությունը։ Բայց մենք ինչ ենք թույլ տալիս, շատ դեպքերում մեր կյանքում որպես հավատացյալներ մենք այս միջակ վիճակը նորմալ ենք տանում։ Կիսատ պրատ, ինչ որ հարցեր, որոնք որ դե ոչինչ, հիմա մեր տենց ենք ապրում, ինչ անենք, արդարացումներ, ժամանակ չունեմ, աշխատանքի հարցեր, ընտանիք, բան, ու այս ամեն ինչը համաձայն եմ։ Խոսելը որոշ առումով կարող ենք ասել հեշտ է Արտուր եղբայր։ Սա ինձ էլ է վերաբերվում։ Ու այս ամեն ինչի կենտրոնում պետք է հիշեք մի բան 21 համար ուզում եմ կարդամ։ Չպետք է խաբենք ինքներս մեզ, ասում է որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի, ձեր էությունը, ձեր կենտրոնը կլինի։ Որտեղ որ ձեր գանձն է, ինչը ձեզ համար թանկ է, այնտեղ էլ դուք եք, այնտեղ էլ ձեր սիրտն է, ձեր էությունն է։ Այդտեղ եք։ Դրա համար ընտրություն կատարեք։ Կամ Տիրոջ հետ ենք, կամ մեր եսի հետ ենք։ Կամ Աստծուն ենք ծառայում, կամ մեր եսին ենք ծառայում։ Մի հայտնի քարոզիչ կար, հետևել խոսքերն էր ասում, որ մենք շատ դեպքերում կիրակի օրը Աստծուն ենք տալիս, մնացած 6 օրը տրամադրում ենք մեր եսին։ Շուրթերով Աստծուն ենք ծառայում, բայց էությամբ ծառայում ենք մեր եսին։ Ու այո, առիթ կա ամեն մեկս մտածելու սրա մասին, ինչքանով ենք մենք ազնիվ։ Եկ մի քանի բաներ ասեմ ու վերջացնում եմ, սիրելիներ։
Հիշեք մի բան, որ մենք երբևիցե կոմպրոմիսի պիտի չգնանք, պիտի ետ չկանգնենք։ Որևիցե կերպով կիսատ պրատ իրավիճակները անընդունելի է։ Դե մի քիչ ստե, մի քիչ էլ ընդե, մի քիչ ստե, մի քիչ էլ ընդե, չի լինում տենց։ Կամ Աստծուն եմ, կամ Աստծունը չեմ։ Կամ մամոնայինն եմ, կյանքս էությունս տրվել եմ դրան։ Կամ իրապես Աստծուն եմ ծառայում։ Մի մոռացեք, որ Հիսուս սրա մասին մեզ զգուշացրել էր։ Ու ասել էր, որ իրեն հետևելը ինչ է, գին ունի։ Մարկոսի ավետարանը կարդացեք, կտեսնեք անընդհատ։ Հիսուս երբ որ ասում է հետևեք ինձ, դրանից հետո ներկայացնում ասում է ինչ է արժանալու դա ձեզ համար։ Ինչ գին եք վճարելու եւ մենք պետք է դրա մասին պատրաստ լինենք։ Ասում է հակառակ դեպքում չեք կարա հետևեք։ Դա համար երբ որ ասում է խաչը վերցեք ու հետևեք ինձ, այդ խաչը ուղղակի sense հայտից խաչ չի, էլի որ ձեղավական մեկ-մեկ օրինակ կաթոլիկները վերցնում են խաչը ու քայլում են։ Կամ այլ ինչ որ վզին են կապում ու քայլում են։ Սրա մասին չի խոսքը գնում։ Ասում է ձեր եսի համար ինչ արեք։ Մեռեք։ Խաչը մահանալու մասին է խոսքը գնում։ Ձեր անձի համար մահացեք, նոր կկարողանաք ինձ հետևել։ Եթե ձեր անձի համար մահացած չեք, կարաք հետևեք ինձ։ Չեք կարողանալու հետևեք։ Որովհետև կամ ձեր անձն եք սիրելու, կամ ինձ եք ատելու։ Ուրեմն ձեր մտքում շատ հստակ նորից ու նորից վերհիշեք այն գինը, ինչ որ Հիսուս ասել է, որ արժանալու է իրան հետևելու։ Ու նաև ձեր առաջ հստակ պատկերացրեք։ Ինչ է նշանակում Տիրոջը ծառա լինել։ Ինչպես է դա արտահայտվելու։ Ռեալ, փաստացի գործնականում։ Ոնց է այդ ամեն ինչը արտահայտվում իմ կյանքում։ Ես ապրում եմ, չէ՞, օրս ունեմ, 24 ժամս ունեմ, շաբաթս ունեմ։ Այդ շաբաթվա շրջանակում անկեղծ ոնց եմ Տիրոջը ծառայում։ Նստեք ինքներդ ձեր կյանքը մի հատ նայեք, քննեք։ Խնդիրը նրա մասին չի, որ ասեմ դե բոլորդ եկեք քարոզեք կամ բոլորդ արեք նույն բան ինչ որ, չէ, ժողովուրդ, ամեն մեկը ձեր տեղում։ Որտեվ մեկը կարա գնա զինվորական հերթապահության, ու ոնց գնա ինքը իր ցանկությունը իր կամքը կատարի։ Մեկ ուրիշն էլ կարա գնա այդ նույն զինվորական ծառայության ու փնտրի Աստծո կամքը կատարելու։ Մեկը կարա լինի աշխատանքի վայրում եւ վարվի այնպես ինչպես որ ինքն է կամենում, կամ աշխատանքի վայրում Տիրոջը փառավորի։ Դրա համար երբ որ խոսքը գնում էր ստրուկներին, Պողոս Արաքյալը գրում էր, ասում էր ծառայելուց ծառայեք ինչպես Տիրոջը կծառայեք։ Արեք լավագույնը ամեն իրավիճակներում, որպեսզի մարդը հստակ տեսնի, հասկանա, որ այս ամեն ինչը անում եմ ում համար, Տիրոջ համար եմ անում, Տիրոջ փառքի համար եմ անում։ Սա է այդ բաժանումը, սա է այդ որոշումը, որ մենք մեր մտքում պետք է նստենք ու ինքներս մեր անձը քննենք։ Ես շատ լավ գիտեմ ինչ ընթացք ես ունեմ։ Դուք էլ գիտեք ինչ process-ով եք անցնում, ոնց եք ձեր օրը անցկացնում, ինչպես եք ձեր ֆինանսը ծախսում, ինչի վրա է ձեր կենտրոնացում, դուք շատ լավ գիտեք։ Նորից նստեք ու մտածեք սրա մասին։ Աղոթեք ազնիվ եղեք Աստծո առաջ։ Ապրեք Տիրոջը փառքի համար, ամեն իրավիճակներում։ Ու նորից քննեք տեսեք, ձեր կյանքի կենտրոնում ով է։ Ձեր կյանքի կենտրոնը, ձեր կյանքը ինչի շուրջ է պտտվում։ Երբ որ այս հարցերի պատասխանը իմանանք, արդեն անկեղծ եմ ասում, հարցեր չի առաջանալու, ավետարանենք, չավետարանենք, պաշտամունքին մասնակցենք, չմասնակցենք, այցելենք, չայցելենք, հասկանում եք, այս հարցերը արդեն դուրս են գալու։ Դուրս է գալու հարցերը նույնիսկ ինչքան գումար տանք, չտանք, հասկանում եք, այս ամեն ինչը կախված է սրանից իմ կենտրոնս ով է։ Իմ կենտրոնում ով է գտնվում։ Եթե ես ծառան եմ Տեր Հիսուս Քրիստոսի, նշանակում ասել եմ, որ իմ էությունը, իմ ով լինելը, իմ կարողությունները, իմ հնարավորությունը, ամեն բան պատկանում է Աստծուն։ Եթե ասում եմ, չէ, ես էլ ստեղ փայ ունեմ, ես էլ ստեղ ինչ-որ բաժին ունեմ, իմ կյանքս, իմ կարիերաս, իմ մնացածը, ուրեմն դեռևս թե գուցե խնդիր ունեմ։ Եկեք աղոթենք, որպեսզի իրապես Տերը մեզ գործածի, որպեսզի հստակ հասկանանք,
ում ծառան եմ ես, ով է իմ Տերը, ում համար եմ ապրում, ով է ինձ համար կենտրոնում, ով է ինձ համար ամենաթանկը, որն է կյանքիս նպատակը։ Տեր Աստված, շնորհակալ ենք խոսքիդ համար, որ իրականությունն ես մեզ հայտնում։ Խոսքդ է, որ թափանցում է մեր խորքերը եւ խոսքովդ է, որ ինքներս մեզ ենք ճանաչում։ Տեր Աստված, աղոթում եմ, որ մեզ ներես, որտեվ շատ դեպքերում Տեր Աստված ծուլանում ենք, շատ դեպքերում մեր հայացքը ուղղում ենք այլ բաների վրա, Տեր, ու չենք ապրում այնպես, ինչպես որ հարկն է։ Գուցե ասում ենք, որ քո ծառաներն ենք, գուցե ասում ենք, որ քո ծառայողներն ենք, գուցե մեր կյանքով ենք փորձում այդ ամեն ինչը ցույց տալ, Տեր, բայց դու գիտես ճշմարտությունը։ Գիտես ինչ կարգավիճակում ենք գտնվում, Տեր։ Ուստի եթե իրապես քեզ ճանաչում ենք, բայց այնուամենայնիվ նվիրված չենք ամբողջությամբ, որոշ հարցերում Տեր Աստված կոմպրոմիսի ենք գնում, որոշ հարցերում կիսատ պրատ ենք անում, Տեր, դու մեզ ների օգնի, որ լավագույնն անենք։ Օգնի, որ նորից ու նորից մեր հայացքը ուղղենք դեպի քեզ, որտեղ այս ամեն ինչը անցողիկ է, Տեր։ Ոչ մի բան, ինչ որ տեսնում ենք այս ֆիզիկականը, քո խոսքի համեմատ, Տեր, ասել ես, որ ամեն բան անցնելու է, Տեր։ Այս մարմինն էլ, որ ունենք, Տեր Աստված, վաղ թե ուշ հող է դառնալու։ Ուստի օգնի, որ իրապես քեզ ծառայենք ու քեզ նվիրվենք։ Դու լինես մեր Տերը ու մեր Փրկիչը։ Եվ սա ոչ թե խոսքեր լինի, այլ ճշմարտություն լինի։ Աղոթում եմ նաև բոլոր նրանց, ովքեր որ գուցե դեռ քո զավակը չեն։ Գուցե դեռ ապաշխարությամբ դարձով այդ քայլը չեն արել, Տեր։ Դու այցելություն արա, որ իրապես ամեն մեկս այդ որոշումը կայացնենք։ Ընդունենք, որ մենք մեղավոր ենք ու քո կարիքն ունենք։ Ընդունենք, որ այդ մեղավոր վիճակը մեզ վերջ-վերջո տանելու է դատապարտության, խավարին։ Ընդունենք ու քեզ ասենք, Տեր Հիսուս, ների՛ր, որտև մեղավոր ենք։ Որտև այսքան ժամանակ ապրել ենք մեր կամքը, մեր ցանկությունները կատարելով, բայց ուզում ենք քո փառքի համար ապրենք։ Ուզում ենք քո անվան ու փառքի համար ապրենք, գործենք, ծառայենք, Տեր։ Ների՛ր, որտև մեղավոր ենք։ Քո կարիքը շատ ունենք։ Դու փառավորվիր, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։